Սիրելիներ ողջունենք ձեզ մեր պատվական Տեր ու Փրկին Հիսուս Քրիստոսի անունով։ Տերոջ օգնությամբ այսօրվա մեր քարոզին նյութը պիտի ըլլա շնորհքի չարաշահությունը։ Աստուծո խոսքը մեզի ուկա ութային նամակի, որ մեկ գլուխ է, պիտի գարտամ առաջին 6 համարները, իսկ քարոզիս ընթացքին պիտի շարունակեմ գարտալ ամբողջացնելու համար գլուխը։ Հութայի նամակ։ Հութա Հիսուս Քրիստոսի ծառա ու Հակոբոսի եղբայրը ցեզի, որ հայր Աստուծմե սրբված եք եւ Հիսուս Քրիստոսեն բահված ու գանչված, ողորմություն ու խաղաղություն եւ սեր ձեր վրա շատ։ Սիրելիներ, բոլոր չանքը վրաս արներով ցեզի կգրեմ հասարակած փրկության համար։ Իմ անձիս բարդ սերեցի ցեզի գրել ու օրտորել, որ անգամը սուրբերուն ավանդվեցա։ Քանզի մեկ քանի մարդիկ քաղուկ մտան, որ առաջվնե այս քադաբարդության համար որոշված էին, ամփարիշներ, որոնք մեր Աստուծո շնորհքը անարագության դարձուցին եւ միակ իշխանը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսը ուրացավ։ Այս նամակը սիրելիներ գոչվի վարդապետական նամակ, այս նամակը գրված է որպեսզի հավատացյալները իմանան, թե սուտ եւ կամ մոլար վարդապետություններում ընթեն ինչպիսի հավատքի գեցված ունենալու։ Մենք անցյալ շաբաթ խոսեցանք Որոմի արագը եւ ըստ թե Քրիստոսի արագները 3 կատեգորիի կբաժնվի՝ ավետարանչական, վարդապետական եւ վախճանաբանական։ Քրիստոսի երկրորդ քարոզը ինչպես պիտի ելա եւ հավատացյալները ինչպես պիտի թիմավորեն։ Եվ մենք Որոմի արագի մեջ տեսանք այն վարդապետական ուսուցումը, որ Հիսուս ընդունեց, հաստատեց, որ բարի սերմի կողքին, ավետարանի ճշմարտության կողքին պիտի լինի եւ անոնքոյ են որոններ, որոնք ծորենի գերբարանքը ունին, բայց երբեք ծորեն չեն, երբեք բարի սեր չեն, այլ իրենց մեջը գբարունագե թույն, իրենց մեջը գբարունագե թմրություն, թարմություն, այսինքն մարդիկ, որոնք Քրիստոսի ավետարանին չեն հետևի, իրենց կյանքի մեջ կա թարմություն եւ թույն ու հագարակություն։ Ուրեմն տեսեք սիրելիներ, Քրիստոս մեզի ուսուցանեց ճշմարտությունը ուղղակի թիվուկ պատկամով եւ արակներով եւ մենք Քորս արաքելոցի մեջ, արաքյաններու կյանքի մեջ գտեսնենք Հիսուսի ուսուցանած ճշմարտություններուն գիրառում։ Հիսուս մեզի տված է վարդապետական պատվերներ, ապաշխարություն, մգրտություն, մենք ավետարանի մեջ ունենք 5-ը, Քորս արաքելոցի եւ նամակներու մեջ ունենք անոնց գիրառումը։ Հիսուս մեզի ուսուցանած է վարդապետական ճշմարտություններ 5 ավետարաններու մեջն է եւ անոնց գիրառումը պատկերը մենք կտեսնենք Քորս արաքելոցին եւ նամակներու մեջ։ Այսօրվա պատկամը մեզի ցույց պիտի տա, թե Քրիստոսի արաքյալները, աշակերտները առաջին թարու եկեղեցին ինչպես կթիմակայեր մոլար վարդապետությունները սուտ վարդապետությունը, ինչպես կթիմակայեր իրենց ծառայության ընթացքին իրենց կողքը ցանված եւ աջած որոնները։ Ինչ մեթոդ գործածեցին, արաքյալները ինչպես պաշտպանեցին հավատքը, ինչ քարոզեցին։ Հատկապես մենք այս մեկը կտեսնենք երկրորդ Պետրոսի երկրորդ գլխու մեջ եւ այսօրվա հատվածը որպեսզի գուկա Հութայի նամակի մեջ։ Թեև այս նամակները շատ գարջ են, ընդարձակ չեն, բայց իրենց մեջ ունի հզոր պատկաններ։
Հութային նամակին մեջ, այս մեկ գլուխ պարունակող նամակին մեջ, ակնհայտ է, ցուցուն է, եզակի է, հետևյալ խոսքը։ Տեսեք ինչ կսեմ էսի, հատվածը։ Քանզի մեկ քանի մարդիկ քաղդուկ մտան, ինչպես որոմը քիշերով ցամվեցավ, գարկ մարդիկ քաղդուկ մտան, որ առաջվնե այս դատաբարության համար որոշված են, դերը իր նախասահմանության մեջ տեսած էր անոնց, և դատաբարտած էր ամփալիչներ, որոնք մեր Աստուծո շնորհքը անարագության դարձուցան։ Այս նախատասությունը սիրելիներ միայն հութային նամակի մեջ կա։ Աստուծո շնորհքը, Աստուծո ողորմությունը, Աստուծո բարյացակամությունը ինչ ըրին անարագության դարձուցին, մեղքի և զեղության դարձուցին և միակ իշխանը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսը ուրացան։ Այս խոսքին վրա սիրելիներ այսօր պիտի փորձեմ ամփոփ կերպով ներկայացնել այսօրվա պատգամը։ Աստուծո շնորհքը չարաշահողներ, շնորհքը անարագության դարձուցին, որոնք հավատացյալներուն օրինակ են։ Ուրեմն երբ որ առաքյալները այս դակնավի, այս դժվարության, վտանգի և մարտահրավերի առջև եկան, ըլլա Պետրոս առաքյալ, ըլլա Հութա հատկապես և բոլոր առաքյալի նամակներում մեջ մենք կտեսնենք, որ առաքյալները այս դժվարությունը պաշտպանելու համար հին ուխտեն օրինակներ բերեն և ցույց տվին այդ օրվա հավատացյալներուն ասելով նայեցեք, որ հին ուխտի հավատացյալներուն կյանքի մեջ ինչ պատահած է, որովհետև մեծամասնությունը հրյա էին, հին ուխտը լավ վիճանչնային և առաքյալները իրենց այս օրինակները տվին։ Այսօրվա օրինակները որ վեր պիտի առնեն հին ուխտեն է, պիտի նայենք անոնց ավետարանի քրիստոնեական լույսով, որոնք հավատացյալներուն օրինակ են։ Դերը, որ ժողովուրդը Եգիպտոսեն ազատեց, հիմա հութա մեջբերումներ, ետքը չհավատացողները գործվեցան, անհավատ ժողովուրդ, անհավատ հավատացյալ, հակասական բառը, հավատացյալ, անհավատ, բայց իրականություն է։ Ուրեմն Եգիպտոսեն ելնող ժողովուրդը Աստուծո շնորհքով ելավ։ Աստված իրենց համար գործեց, Աստված իրենց համար պատերազմեցավ և իրենք շատ թյուրին Եգիպտոսեն դուրս ելան։ Աստուծո խոստումն էր, իրենց դուրս ելնելու նպատակն էր երթալ Քանանուն երկիրը, խոստացյալ երկիրը։ Եվ իրենք ճանապարհորդությունը Եգիպտոսեն դեպի Քանան բարդաթիվ իրենք պիտի անցնեին անապատով։ Արաբական երկիրներու քարտեզը գիծողները լավ վիճանչնան, որ գա բաժինը երանգունի պես, որ կգոչվի Սինայի անապատը։ Ուրիշ ճամփա չկա, պետք է որ այդ ճամփայով պատկամեն ժողովուրդ ուղղվեին դեպի Քանան։ Սիրելիներ, հավատքի կյանքի մեջ կան անապատային օրեր։ Մեր հավատքի կյանքի մեջ կան անապատային ճանապարհորդություններ, ինչպես բնությունը մեզի կսովորեցնե, բնության կանոնը, որ կյանքը միայն քարուն չէ, քարուն, ամառ, աշուն, ծմեր, մենք եղանակներով կանցնենք, նույնպես հավատքի կյանքը եղանակներով է։ Գար ժամանակը, ուր առաքյալները գվայլեին սուգերու շահությունը, Հիսուսի հրաշքով իրենց ուրգանը գլեցվեր։ Գար ժամանակը իրենք լերան ըստորոդը նստած շատ անուշ Քրիստոսի պատկանները գլեցեին, ամեն ինչ խաղաղ էր,
Եկավ օրեր, որ առաքյալները Քրիստոսի հետ լև բարձրացան եւ Քրիստոսի փառքը տեսան այլագերության լերան վրա։ Քրիստոսի հարության հանդիպեցան։ Մենք կտեսնենք, որ առաքյալներու կյանքի մեջ կար քարուն շրջանը, բայց Հիսուսի համբարձումեն ետքը եւ առաքյալները ծառայությանը սկսան, կարծեք թե եղանակը սկսավ փոխվի եւ հավատացյալներուն Պետրոսի եւ Հովհաննեսի քարոզով եւ ծառայությունով եւ գաղը կփշշկվի, կսկսի կալել, իրենք կգանչվին հարցակնության, կթադաբարդվին, փառք կտրվին, կծեծվին, ինչու որովհետեւ Հիսուսի անունով հրաշք կրին։ Մենք կտեսնենք, որ եկեղեցին սկսավ հանդիպիլ հալածանքի, եկեղեցին սկսավ հանդիպիլ մեծ մարտահրավերի հռոմեական գաշտությունը իրենց թեմ եկավ, արգախանոր ծառայության մեջ Պողոս առաքյալ նավագործության հանդիպեցավ, անօթության հանդիպեցավ, փողի բագասության հանդիպեցավ, կարծեք թե եղանակը սկսած է փոխվել։ Մանկության, քարնանային, Հիսուսի հոգածության օրերը անցած էր եւ եկած էր հիմա մարտահրավերները եւ նեղությունները։ Ասիկա սիրելիներ նայեն մեր կյանքն է եւ այս բոլորին գողին գալ ամենազորավոր մարտահրավերը, որ եկեղեցին պետք է պաշտպանվեր մոլար վարդապետութենեն։ Անաբադային օրերը դժվար օրերն էին։ Ըլա երբ Եգիպտոսեն ելան, կամ մենք որպես հավատացյալներ, որ անաբադային օրեր գապրինք, մենք հոնդեղ դժվարություններ ենք անցնենք։ Ինչ պատահեցավ։ Աստուծո ժողովուրդը, որոնք շնորհքով դուրս ելան Եգիպտոսեն, անաբադի մեջ սկսան դրդնչալ, փողոքել եւ հագարագի Մովսեսին։ Բզդիկ նեղությամը, բզդիկ կարիքի մարջև ժողովուրդը գահագարագեր Մովսեսին եւ անոր հետևանքով դերը զիրենք կբաճեր, որպես խրատ եւ որպես օրինակ այսօր մեզի։ Սիրելիներ, բնական է, որ մենք մեր հավատքի կյանքի մեջ գարիկներու առջև պիտի գանք։ Մենք դակավին տրախտը չենք, գարիկներ պիտի ունենանք։ Գարիկները արիթ է, որ մենք Տերոջ ներկայանանք։ Գարիկները արիթ է, որ մենք Տերոջմեն խնդրենք։ Եթե մենք մեր կյանքի մեջ գարիկներ չունենանք, Աստուծո հրաշքներուն եւ ողորմության չենք հանդիպիր, ավելի ճիշտը թերևս Աստված չենք խնդրեր։ Օրը մեկը սա մենք Աստուծո գարիկը չունենք։ Շատ մեծահարուստ է։ Ասես ինչն է մեր բագասը։ Իրենց համար ամեն ինչ կյանքի մեջ փողով պիտի լուծվեր։ Մարդը Աստուծո քնդրելու գարիկը չուներ։ Գարիկները սիրելիներ մեզ կմոտեցնեն Աստուծո։ Աստուծո շնորհքը անսահման է։ Այս բաժինի մեջ թիպուկ խոսքը որ կուզեմ ասել։ Եթե քո կյանքի մեջ դրդունչ կա, եթե քո կյանքի մեջ փողոք կա, զայն փոխե վստահության։ Դերը, որ ժողովուրդը Եգիպտոսեն անեց, ինքը երաշխավորած էր զիրենք Կանանու երկիր հասցնել։ Թող մեր դրդունչները, մեր դժգոհությունները, մեր փողոքները փոխվին հանձնվելու, վստահելու, սպասելու մեր Տիրոջ։ Երկրորդ օրինակը, որ Հուդա առաքյալ վերցուցած է հին ուխտեն, ավելի ճիշտը հին ուխտենան առաջ հրեշտակներն են։ Եվ այն հրեշտակները, որոնք իրենց իշխանությունը չի պահեցին, հապա իրենց բնակությունը ցկեցին, մշլինչենավոր գաբերով խավարի մեջ պահեց մեծ օրվա Դադաստանի համար։ Հիմա Հուդա առաքյալը մեզի կներկայացնե չար հրեշտակներուն մեղանչումը եւ անոնց թադաբարդությունը։ Բավականին հետաքրքիր է։ Եկեք ասպես մեր
մանկական մտածելակերպով այս հատվածի մասին խորիկ հրեշտակները, ապստամբ հրեշտակները, որ ապստամբ փեցան, երկնքի մեջ ինչ բանի գարիք ունեին, ինչ բան բագաս էր, ինչ բան երկնքի մեջ իրենց չի քոհացուց, չի բավարարեց, նյութականի գարիք չունեին, առողջության գարիք չունեին, քեղեցիկ վայրի մեջ ապրելու գարիք չունեին, ծներ համար չկար, այսինքն սիրելիներ, եթե բաղը մտածենք, զարմանալի է, չէ, որքան լուրջ է, երկնքի մեջ չի բավարարվի, մենք հոսք կտեսնենք անկոհունակությունը չի կոհացան երկնքով, այլ երկնային կյանքը բաճար եղավ, որ իրենք վերցնեն, իրենք ցանկան Աստուծո փառքին։ Այսինքն եթե մարդու մեջ անկողունակությունը կա, եթե մարդու կյանքի մեջ ակահությունը կա, երկինքով էլ չի կողանում, ինչպես հրեշտակները, և ուզեցին Աստուծո փառքը վերցնել։ Այսօր անունը սիրելիներ հոգևոր հպարտություն է, ավելի բարձր, ավելի փառավոր, ավելի և ավելի և ավելի և ավելի։ Եվ դերս իրեն թադաբարդեց, երկինքեն վտարեց և հանցնեց իր թադաբարդության։ Երրորդ օրինակը, որ մենք կտեսնենք, Հութա Արաքյալ մեզի ցույց կտա Սոդոմ և Գոմորի վիճակը։ Ինչպես Սոդոմ ու Գոմոր և անոնց բոլորտիքը եղած քաղաքները, որոնք ասոնց նման բորընկացան, խոսքը ասոնց նման բորընկացան, անոնց է խոսքը, որոնք Աստուծո շնորհքը ինչ էին անարավության փոխեցին, ընկերներու մարմինին ետևեն երթալ։ Ազատությունը կործածել մարմինի ցանկություններուն համար։ Այդ օրին սիրելիներ, Սոդոմ և Գոմորը ինչս են, երկրի վրա եղած քաղաքներուն գանանչաբատներ, ջոխություն կար, ազատություն կար, Սոդոմ Գոմորի եղանակները, փնության եղանակները, լավագույն եղանակներ են։ Այսօր աշխարհի վրա գա քիզմը ապրելակերպի, որ շատ բացառիկ եղանակ ունի։ Օրինակ Թուրքիայի մեջ գտնվող Անտալիան, բացառիկ եղանակ ունի, ոչ սաստիկ սուրդ է, ոչ սաստիկ շոգ է։ Ընդհանրապես կյանքը քարուն է։ Իրենք կրնան այդ եղանակի մեջ ձով իջնելողալ, ձովեն դուրս ելնել, սարը պարսրանալ և աս անգամին անդեղ ըստի անել։ Ասանք հատուկ քաղաքներ կան, որ բացառիկ եղանակ ունի։ Սոդոմ Գոմորը այդպես էր։ Ծմերը ծանր չէր, ամառը ծանր չէր, երկիրը կանանչ չէր, և իրենք ազատություն կվայելեին։ Եվ այդ ազատության և այդ ջոխության մեջ իրենք մխրջվեցան, ընդգրկվեցան մարմինի ցանկություններու մեջ։ Լավ կյանք, հանգստավետ կյանք, հեզասահ դյուրին կյանք, փոխանակ Աստուծո մոտենալու ընդհակառակը մարմինի ցանկություններով չի կոհացան, ավելի զեղության և անասնական փնության ետևեկած։ Ինչ էր Սոդոմ Գոմորի մեղքը, այսօրվա մեր հասկացողությամբ միասեռականություն։ Ինչ կսե Պողոս Արաքյալ ազատության, հանգստության համար։ Գաղատացիս 5:13-ի մեջ այսպես կգարտանք. Վասնզի դուք ազատության կանչված եք եղբայրներ, միայն թե ձեր ազատությունը մարմինի ցանկություններու պատճառ չլա,
հավասիրով իրարու ծառայություն արեք։ Քրիստոնեական ազատությունը, որ Պողոս Արաքյալը խոսի, այն է, որ մենք օրենքի բարդատրանքի տակ չենք։ Քրիստոս մեզի օրենքի լուծեն ազատեց։ Մեր փրկությունը օրենքի ծանր պատվիրաններով չէ։ Մեր փրկությունը Քրիստոսի շնորհքով է։ Եվ մեզ Քրիստոս շնորհքով փրկեց, ողորմություն ըրավ, գրքին մեղքի չվերադառնանք։ Այդ ազատությունը, որ մեզի տված է, չլա թե անիկա մեր առջև գրքին մեղք գործելու արիթը բան։ Սիրելիներ, դերը Սոդոմի և Գոմորի ժողովրդին փրկության արիթը տվավ, և իրենց կով եկավ և բնակեցավ արդար Ղովտը։ Ղովտին կյանքը, Ղովտին վարմունքը Սոդոմ Գոմորի մեջ օրինակ էր, պատկամ էր, որ իրենք Ղովտեն հոգևոր ճշմարտությունները վերցնեն։ Ընդհակառակը փոխանակ այդ շնորհքը օգտագործելու Ղովտին բռնաթափեցին և Ղովտը շատ դժվարավ իր հյուրերը և իր ընտանիքը կրծավ իրենց մեջ են դուրս հանել։ Կտեսնեք սիրելիներ, մորալ վարդապետությունները ուր գերտան։ Ուր գերտան։ Մորալ վարդապետություններում մեջ սիրելիներ հավիտենական կյանքի ճշմարտությունը գոյություն չունի։ Մորալ վարդապետությունները մեղքին հետ կխաղան։ Չի խաղին սիրելիներ։ Մորալ վարդապետություններում ասպես ցանկությունը մարմինի ցանկություններ են։ Մեղքի ազատություն դրված է։ Ինչի նամամեն անգամ օրինակ անպայման կբերեմ իսլամական աշխարհին։ Եկեք բանը մտածեցինք, որ իսլամին արմնված է 4 գինարներ, կարծեք թե չի փավեր, երկինքի մեջ քանի հատ պիտի արնեն, գողքը մեկ հատ զենոտ կրել, և ադի եղել է քարաշ։ Ինչ խապելիություն է սիրելիներ։ Որպես թե երկրի վրա խմիչքը արգելված է, եթե խմիչքը մեղք է, ամեն տեղ մեղք է, ամեն ժամանակ մեղք է։ Երկրի վրա իրենք քինի պիտի չի խմեն, որպեսզի երկնքի մեջ երտան և քինու քեդի եզերք նստի։ Քեդը իրենց մի հագեցն է։ Այս կաղապարը գասրեն է, Հիսուս ատուգեցիներուն ուսավ, դուք ուսավ ասկան դխմար, դքետ մտածել ագերում է։ Այս մարմինը չի ժանանքել երկինքը, սակ երկինքի հրեշտակներու բես կտակ, մոն արու էկ չիգա։ Մենք Հիսուսի ոտքերը ամպուրենք, ձերքերը ամպուրենք, որ այս ճշմարտությունները մեզի հայտնած է դերը։ Դերը հոգի է և մեր հաղորդակցությունը Քրիստոսի հետ հոգիով է, մարմինի ցանկություններով չէ։ Եթե ուզում ենք մենք մորալ վարդապետությունները ջանչնանք, մեկ հատ փորձաքարի խփենք։ Եվ ասենք իրենց ձեր վերաբերմունքը ինչպես է մեղքին է։ Թե երբ կգուքանք ասենք, եթե դուք մեղքին համաձայն եք, անոր կավություն ինչպես պիտի լինի։ Հոն ուր մեղքի թույլտվություն կա, Արաքյալը ինչ կիսե փախեք անորցին։ Աբա հուտա մեզի մեկ օրինակ ևս կբերե Աստուծո խոսքեն, որն է Գայենը։ Գայենի ճանապարհը։ Ես Գայենի և Աբելի պաշտամունքին առջև երկար կեցած եմ, երկար կմտածեմ, և դեր կմտածեմ, և դեր կմտածեմ։ Գտնեմ այդ միջուկը երկու եղբայր պաշտամունքի կացան, ավակը և գրծերը։ Եվ պաշտամունքին ավարտին Գայեն փառքությունով լեցվեցավ։ Արևմտահայերենի մեջ կիսե իր երեսը գախեց, խոժոր թեմքով։ Ինչ կտեսնենք, շատ ամփոփ, նախանց,
Պաշտամունքի ընթացքը։ Պաշտամունքի կացին Գայանի սիրտը նախանցով լեցվեցավ։ Զարմանալի է, չէ՞։ Մենք ինչու պաշտամունքի ուկանք դերը պարապանել։ Պաշտամունքեն ինչպես ելելու ենք, ուրախությամբ, ցնծությամբ գներեք։ Երբ եք պատահած եք եզի հետ որդուն պաշտամունքեն, քլուխըտ կախ, թուրս ելած ես։ Պարկ ասուդը թող չի բադայի, բայց բադահած է, իրականություն է, երբ որ մարդու ներսիտին նախանց գա, գալերի է չարնի սերկեցողությունը, երկը, քարոզը, քարոզիչը, աղոտքը, չգիտեմ, եկեղեցվով ծևը, պաշտամունքի ծևը, չգիտեմ, բայց ըսկուշանանք սիրելիներ և չի մորնանք, որ պաշտամունքը Աստուծո է։ Երբ եք արդակին երևույթը, երբ եք կարողությունը, երբ եք բարգևները չեն, անոնք բոլորը միջոց են, որ մենք դերը կպաշտենք, բայց մենք պաշտամունքի մեջ դերն է, որ կպաշտենք, դերն է, որ մեզի գնայի, դերն է, որ մեր պաշտամունքը պիտի ընդունի կամ ոչ, մեր ճաշակը, մեր պապակը չէ, ինչ կնենք, ինչպես կնենք, մեկ հատ լավը մտածել կայանի եմ ապելի պաշտամունքին մասը։ Ինչ պատահեցավ։ Եվ երբ որ գայեն պաշտամունքի ավարտին մերժված էր, Աստված իրեն արիք տվավ։ Ասակի չեշտատրեն։ Աստված իրեն արիք տվավ, որ ինքը ապաշխար է։ Ինչու հոս հուտակսի գայենի ճամպով կացին։ Այդ արիքը, որ դերը տվավ, որպես ինքը ապաշխար է, զղջա, փոխվի, դերոջը մոդենա, ինքը գնաց իր եղբայրը սմանեց։ Անոր համար լերան քարոզի մեջ Տեր Հիսուս կսե եթե քո եղբորը բարգացար առանց պատճառի, տուն մարդասպանություն գործեցիր, քո վարմունքդ, այսինքն եթե ցերկետ կա կսպաննես եղբորդ, Հիսուս այդ ասել ուզեր, ով որ կսպանն է, եղբայրը եղբոր, հալալ եղբայրը, ինչ է պատճառը, պաշտամունքն է։ Տեսեք սիրելիներ, երբեմն Աստծո խոսքը որքան լուրջ է, իր բարձրության մեջ։ Եվ ոնց Առաքյալը գսե Գայենի ճանապարհով կացը։ Սիրելիներ, մեր Աստուծո մատուցած պաշտամունքը լինելու է Աստվածահաճո։ Աստված մեր փոքր մտքի մեջ չի բերենք։ Մենք Աստուծո մեր փոքր մտքի մեջ չմտցնենք։ Աստված մեր ճաշակը պիտի չի կողացնի։ Աստված մեր փապակը պիտի չի կողացնի։ Մենք Աստուծո պիտի կողացնենք։ Մենք Աստուծո ներկայությամբ պիտի երթանք եւ իր առջև պիտի գնանք։ Մաքուր սրտով։ Երբ եք սիրելիներ պաշտամունքի մեջ կողքինով մի հետաքրքրվիր։ Աննա գնաց աղոթելու, հեղի իսավ քինովութեն հետ դուրս եկավ։ Մենք երբեմն այնքան սխալ գտանենք, Աննա ինչ վիճակով դերոջ առջև գեցել է հեղի իսը քինովցած։ Քինովությունը ուր է Աննան ուր։ Մենք երբեմն աստիճան հերու գնանք իրականութենը։ Մարդուն սիրտը, մարդուն փապակը, մարդուն ցավը, երբեմն ուրախությունը մենք գույն ունեինք պարապանության ընթացքին գուքորար, ոմակ խանքարվեին և իր զավակները գներանային, որ իրենց մաման գուքորար, երբ որ ավետարանը կգարտայի,
Եղիսաբեթ և Սուրբ Հոգիով լեցվեցավ քորած։ Գան վիճակը հավատքի կյանքի մեջ որդուն և Տերոջմով լեցված ես, այս շղթները լուր չի մնար։ Բայց կրնալ արգողքինի նեղություն բաճար է, բայց ինքը գհորդի, գպարապան է, և ասիկա մեր մեջ կլա և միդի ըլլա, գան հավատացյալ են ուրախությունով, ծնծությունով դերը գպարավորեն, բայց չլա թե որ մենք սխալինք այդ ուղղությամբ, զգուշանանք սիրելիներ։ Աստվածագայենի արիք տվավ, բայց գայեն մարդասպանությունը։ Շնորհքը ինչի փոխվեցավ մարդասպանության։ Եվ վերջին դեր օրինակը մենք ուր կտեսնենք փաղաղնի մոլություն, հին ուխտը։ Այս օրինակը մեզ ցույց կտա արձատասեր նյութ հավաշ հավատացյալը։ Այս հավատացյալը մարգարեական բարքեր ուներ։ Աստված իրեն դեսանողի բարքեր շնորհած էր։ Փաղակ տակավորը սա երկու ժողովուրդը անից է լիքը նվերներ ունեց։ Փաղաղը սա Աստուծո երթամ, Աստված սա ոչ։ Աստուծո սա երթամ, Աստված սա ոչ։ Նվերները ջոխությունը ինչ era ելավ և քնած։ Եվ Աստված իրեն հանդիմանեց։ Այսօրվան հասկացողությամբ սիրելիներ, մոլար վարդապետության մեջ, փաղաղնի հոգիի մեջ, նյութականը գխեղտե հոգևորը։ Այն հավատացյալին ծառայությունը, որ գախյալ է նյութական է, այդ ծառայությունը գխեղտե։ Մտքիս մեջ խորհուրդ մգա, իրականություն մգա, ըսելու երկմինը։ Վիքին ուր է։ Հիմա գսես։ Ըսեմ կամ չսեմ հիմա իրեն այլ գսես։ Որտեղ ըսելու միտք ունի, նաշին ինձ աղերով է։ Որ մնստած են հոգևոր եղբայրներով, առաջնորդներով, քարոզի չրավիրած էին, շատ հզոր պատկամապեր էր, շատ։ Վերջը ասեցին, ասին չնարգյա, կար դարիան անոր գհրավիրենք։ Եղբայրը սավ, եղբայրները սավ, չեմ կրնար հրավիրը, ինչի։ Սավետ ինքը պիտի կա ծառայություն անելու, դուք ձեզի ամով կրնեցեք։ Ասեց պետք է իրեն վիճարենք $75,000։ Սի ինչ։ Ենք Սիրիային կացեր են, մեր համար դոլարը մեծ փող է, $75,000։ Ետքը խոսքը դարձավ, ըսին համակումար մգա, այդ համակումարին այդ եղբայրը պիտի կանչենք, որպես երգ է, պարապան է, հզոր պարապանում է։ Ըսին ինչպես է, սավաչ եղբայրը որ կա ծառայության, պետք է վիճարենք իրեն $10,000։ Վերջը ասել եմ, որ աս համակումարը որդուն պիտի երգես, մեծամասնությունը մուսլիմանութեն է թարցած են, իրենց ֆինանսները թույլ է, այդ կումարը մենք չենք կրնար հավաքել, լավ ըսել է, գզեղ չեն կես, $5,000, եղբայրները ըսել են դեր, ալար չեն կրնար, սերը չէ, հետք է բակաս չի կրնար։ Հիմա կպապակին, որ սխալած է, կպապակին։ Բայց այդ որ ես ասի ալիսեցի, նվիրյալ եղբայրները, որ երբ որ իրենք ուզում են օրդյալ ծառայություն, օրդյալ համակումար, հավաք, ավետարանչություն ունել, և դուրս են քարոզիչ կանչել, ասպիսի մեծ կումարների առջև։ Չեմ գիտեր, թեր ես մանուկ եմ, թեր իմ կարողությունը փոքր է, ինչպես ծառայությանը կումարը $75,000 գլա։ Բայց ետքը եվ գլսես ատ եկեղեցիներու մեջ խնդիրներ պատահել է,
չես զարմանար։ Կլսեմ այն եկեղեցիները, որոնք սկսած են փուլ կան, կփլին, մեծ եկեղեցիներ։ Դերը մեզ սիրելիներ արձացի դիտեն են բայ։ Նյութականի գարիք գա, ամեն ինչ նյութականի գա։ Աստվածաբանական ջեմարանի մեջ մենք պրոֆեսոր ունենք, եղբայրս քրիստոնեական ծառայության մեջ ամեն ինչ փողի կապված է։ Սկիզբը ասես կարծես թե դա երկաթի վրա չուր տապեց, ինչ խոսք է, ինչս էլ է ամեն ինչ փողի կապված է։ Բայց փաստախոսը, որ ես երկս բռնած եմ, որպես դուք հանգիստ եք, ես հանգիստ խոսում։ Փողի կապված է, չէ՞։ Ամեն ինչ, որ հոս մեր շուրջը կա աշխատանքի օրհնության, աշխատանքի հաջողության համար փողի կապված է։ Բայց կա քողունակություն, կա բարսություն, կա խոնարհություն, կա նպատակ։ Միջոցը նպատակի պիտի չի անցնի։ Թող Տերը մեզի արձացիություն են պահե եւ վերջին գետը գորխի եւ գորխի որդիներուն հագարարություն, հագաճարել եւ ըմփոստանալ առաջնորդին։ Սիրելիներ, այդ ժողովուրդը, որ Եգիպտոսեն ելավ, Մովսեսի թեն շատ հագարագեցան։ Եվ ես ամբողջ շաբաթը մտածել, ինչու հագարագեցան։ Ինչ է պատճառը։ Գիտեք սիրելիներ, հոգևոր առաջնորդները ինչու հագարակության գահանտին։ Եվ որ հոգևոր առաջնորդը ժողովուրդին ուզածը չդար։ Եվ հոգևոր առաջնորդը ժողովուրդին ուզածը չկներ։ Ինչ ուզեցին Եգիպտոսեն ելնողները, որ Մովսես իրենք չի դվավ և իրենք Մովսեսի դեմ հագարակեցան, այդ ժողովուրդը ուզեց անաբադին մեջ, պաշտամունքի մտնոլորդի մեջ Եգիպտոս ավելի։ Աստված Մովսեսին ասավ կնասե ժողովուրդը անաբադ պիտի ելե ինձի պաշտելու։ Մենք սիրելիներ քրիստոնեական կյանքի մեջ ուզենք Եգիպտոսը ավելի, աշխարհը ավելի, ով թեմ կա հոգևոր առաջնորդներ։ Ինչու այդպես չէ, մի ընե, արգոնված չէ, և ինչի գահանթիվին հոգևոր առաջնորդը հագարակության գահանթիվ։ Ես այսօրվա նամակը, որ մենք կուղուխ է, առաջին բաժինը գարտացը, հիմա քիչ մծեր համբերությունը կխտրեն հատվածը շարունակել և գամփոտ։ Արդ կուզեմ ձեզի հիշեցնել, թե և գիտեք ասիկա, թե դերը, որ ժողովուրդը Եգիպտոսի եկրեն ազատեց, ետքը չհավատացողները գործունցուց, և այն հրեշտակները, որոնք իրենց իշխանությունը չի պահեցին, հավա իրենց բնակությունը ցկեցին, մշտնջենավոր գաբերով խավարի մեջ պահեց մեծ օրման Թադաստանի համար, ինչպես Սոդոմ ու Գոմոր և անոնց խորհրդիկ եղած քաղաքները, որ ասոց նման բորընկացան, ընկերներում մարմինի ետևե երկտալով, մեր առջև օրինակ կեցեր են հավիտենական գրակի թադաբարկությունը ընդունելով, նմանապես այս ցնորացներն մարմինը կբղձեն, դերությունները կանարկել, մեծապարություններուն թեմ կհայոյել, բայց Միքայել հրեշտակաբեդը և սատանային թեմ տնելով Մովսեսի մարմինը համար գվիճեր, չհամարձակեցավ հայողության թադաբարկություն բերել անոր վրա, հավա ըսավ, դերը հանդիմանեք ես, իսկ ասոն, այսինքն մորալ վարդապետության հետևողները, իսկ ասոն, այն բաները, որոնք չեն հասկնա, հայհոյություն գնեն, և ամեն բաներուն, որոնք բնականաբար ամբար անասուններու պես գիտեն, անոնց մեջ գաբագանը, տեսեք ինչ կսեն, վայ անոնց, որոնք կայենի ջամփով կացին, ու փաղաղնի մոլության պես ցանկության վարձքի ետևե կացին, ու գորխի հագարակության պես գործվեցան, իրենց արարքները, հիմա իրենց վարմունքը հավատացյալներուն մեջ, կսեք, ասում ձեր սիրո խնջույքներուն մեջ արատներն են, երբ ձեզի եք գերուխունի կնստին,
աներյուղ իրենց անձը կգերագրեն, անչուր ամբեր են, հովերեն քշված, բուդուղնին գործընծուցած ծալեր, փերք ջուրեցով երկու անգամ վերած, արմադեն խրված, ձողու գադարած արիկներ, որոնք իրենց անձերուն ամոթը կփրփրցնեն, մոլորված ասներ, որոնց համար խավարի մեկը բահված է հավիտյան։ Ասոնց համար մարգարեացա ենորդն է, որ 8-րդն էլ Ադամեն Մուսավ, ահա դերը իր փյուրավոր սուրբերով եկավ, ամենուն կադաստան ունելու ու բոլոր ամպարիշները հանդիմանելու, իրենց գրած բոլոր ամպարիշ գործերուն համար, և այն բոլոր խիստ խոսքերուն համար, որոնք ամպարիշներ են, որոնք իրենց ծանրություններուն համեմատ կերկան, և իրենց պերանները ամպարդավան խոսքեր գխոսին, և շահու համար երեսպաշտություն գնեն, որոնք ձեզի գսեին, թե վերջին ժամանակը ծաղր գնողներ պիտի կան, որոնք իրենց ամպարի սարքություններուն համեմատ պիտի երթան։ Մենք ոնց կտեսնենք մոլար վարդավետության, մեղքի կյանք ապրողներուն քննութակրությունը, և այս մարդիկը հավատացյալներուն հետ են, այս մարդիկը հավատացյալներուն շուրջն են, որ մենք անոնցմեն պիտի ըսկուշանանք։ Ասոնք ինձնին զադող շնչավորներ են, որոնք հոգի չունեն։ Եվ հիմա Հուդա Արաքյանի օրթորը, բայց դուք սիրելիներ, անձերնից շինեցեք ձեր ամենասուրբ հավատքին վրա։ Հիմա եկեղեցին ինչ կպատվի է։ Շինենք մեր անձերը, մեր սուրբ հավատքին վրա և սուրբ հոգիով աղոթեցեք։ Անձերնիդ Աստուծո սիրունին մեջ պահեցեք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը սպասելու, հավիտենական կյանքի համար և երկնքներում ողորմեցեք։ Ոմանք ալ վախով ազատեցեք կրանեն հափշտակելով զանում, ադելով մարմինեն աղդոտված հանդերձնը։ Եվ անոր, որ կարող է ձեզ ամպից պահել, և իր փառքին առջև անարատ կայնեցնել ցնծությունում, մեր փրկին, միմիայն Աստուծո, մեր Տեր Հիսուս Քրիստոսի ցերկով, փառք, մեծություն, զորություն ու իշխանություն, բոլոր տարերը առաջ և հիմա ու բոլոր տարերուն մեջ։ Եվ որ Հուդա Արաքյալը եկեղեցվո գարտնցնե, գսկուշացնե, կներկայացնե որոն հավատացյալներուն քննութակրությունը, ապա գսե պաշտուք սիրելիներ ձեր անձերը շինեցեք ձեր ամենասուրբ հավատքի վրա։ Եվ որ մենք շինություն գսենք, շինարարություն գսենք, աշխատանք գսենք, շատ բարձ բացատրությունը, որ մենք կարիք ունենք մատերիալի, կալաստակ, մատերիալի կարիք ունենք։ Եվ որ մենք այդ մատերիալները բերենք, կգոպենք, կգդրադենք, կցելենք, կհարմարցնենք այն նպատակին համար, որ մենք ուզենք անիգա կործածել։ Սիրելիներ, մեր անձերուն շինությունը, մեր անձերուն թաստիարարությունն է։ Մեր անձերուն վարժությունն է աստվածպաշտության։ Մեր մեջ են մարմնավոր ցանկությունները հանել և մեր անձերը նվիրել որպես տաճար Աստուծո։ Եվ գսե Սուրբ Հոգիով աղոթք կրենք։ Սուրբ Հոգիով աղոթքը այն աղոթքն է, որ եթե Տեր Հիսուս Քրիստոս այսօր մեր գտնված վիճակին պայմաններուն մեջ ըլլա, ինչ կաղոթել։ Աստուծո գամքը խնդրել և Աստուծո գամքը կատարել։ Սուրբ Հոգիով եղած աղոթքը անպատասխան չի մնար, չի մերժվիր, չի ժխտվիր։ Սուրբ Հոգին Աստուծո գամքը կատարող Հոգին է։ Մեր աղոթները Աստուծո գամքին համաձայն ըլլալու է։ Անձերնին Աստուծո սիրուն մեջ պահեցեք։ Տեսեք սիրելիներ, քրիստոնեությունը երկու մեծ սյուն ունի, սեր և հավատք։ Մենք սիրո մեջ խորանալու ենք, սիրո մեջ աճելու ենք և մենք հավատքի մեջ աճելու ենք։ Օրեօր կատարել ապես հանձնվելով, վստահելով Աստուծո։ Մեր հավատքի կյանքի սկիզբը մենք Տերոջ մենք գարնենք
բայց մեր հավատքի շինությամբ մենք կսկսենք Աստուծո Քրիստոսի եկեղեցու եւ իր թագավորության համար տալ անինչ որ դերոջ մեն արած ենք։ Եվ այս կսով Աստծո թագավորությունը գիշենք։ Եվ Հաբակուկը Հութայի նամակի ամենաքեղեցկագույն, ամենահրաշալի աղոթքը։ Այս ամեն ճշմարտությունները ներկայացնել են յետքսել եւ անոր որ կարող է ցես անփից սպայել, անփից, փոքր փից մճունել եւ իր փառքին արժեվ անարատ գայնեցնել ծնծությունով։ Սիրելիներ, որքան դերոջ կմոտենանք, այնքան մեր փիձերը կտեսնենք։ Այնքան կտեսնենք, որ եթե Բարձրությամբ եթե մեր հավատքը հասել է 99-100-ի վրա, այդ մեկը մեր աչքին 100 եղել է։ Որքան Աստծո կմոտենանք սիրելիներ, այնքան մեր փոքր սխալները մեծ կտեսնենք։ Փոքր սխալներով գամաչենք, փոքր սխալներով կան հանգստանանք։ Բադահերը որ մեկը ասպես քեզի նայած է եւ դու հանդիմանված ես, արդյոք ինչ է սխալս։ Արդյոք ինչ կարի մեջ, դու գմորնաս այդ նայով, բայց կսես, ինչ կարի կովս, ինչ պատահեցավ, գիտեք ինչու, որտեղ մեր դերը սիրելիներ սուրբ է, երբ որ մենք իր սրբության կմոտենանք, այդ փոքր փիձերը շատ ամոթալի կտեսնենք։ Եվ առաքյալներում միշտ աղոթքը, անփից անարատ, առանց ամոթի, առանց խորշոմի, փառքը լավորները մեր սիրելիներ կանչած է իր սրբության։ Մեկ անգամ ևս կհիշեցնեմ, երբ որ ձեր շուրջը մոնար վարդապետություններ կան, շեղված խորհուրդներ կան, առաջին ըստուկումը որ անելու է, տեսեք իրենց կեցվածքը, տեսեք իրենց միտքը, տեսեք իրենց համոզումը, ինչպիսին է մեղքին հետ։ Եթե մեղքը իրենց համար մի բաժակ ջուր խմել է, եթե մեղքը գործեն վեճի գերտան ջուրով լվացում մգնեն, մեծ խախտում կա։ Եվ առաքյալը մեզ ինչպես է այդպիսիները հերուվեցեք։ Եկեք սիրելիներ մի բաղ ոտքի կանգնենք, աղոթք մանենք եւ ապա շարունակենք մեր բաժանում։ Տեր Հիսուս, մեր Տեր, սուրբ ես, արդար ես, ճշմարիտ ես, անփից անարատ Աստծո քարն ես, օրհնյալ ես, դեր բահեմ ես մարմինեն, բահեմ ես հբարդութեն, դեր բահեմ ես արզացիրութեն, բահեմ ես դեր Հիսուս ակահութեն, դեր Հիսուս, եգուր և այսօր, մեր մեջ լեցուր կուսուր հոգետ, հոգիով խոսենք, հոգիով աղոթենք, հոգիով և ճշմարտությունով քեզ պաշտենք, պահեմ ես, պահեմ էր մտքեր, պահեմ էր սրտերը, պահեմ էր մարմինները, ամեն տեսակի աղդեղութերը, ինչև ու պարավոր երկրորդ կառուցում, Տեր Հիսուս կաղոթենք, որ առաքյալի աղոթքը, այսօր մեր աղոթքը լինելով կպաշտացնենք քեզ, արդ անոր որ կարող է ձեզ անփից ու անարատ պահել, ծնծությունով կապեցնել իր առջև։ Քու փառքի առջև Տեր Հիսուս անարատ կայնելու շնորհքին արժանացու։ Հիսուսի անունով, ամեն։